Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այս հաղորդման հյուրը Արցախցի պատանի Սվետլանա Դանիելյանն է։ Ողջույն Սվետլանա։ Ողջույն Արմինե ջան, ես Սվետլանան եմ Դանիելյան։ Մանկուց զբաղվել եմ թատրոնով, հաճախել եմ թատերական ստուդիա Քաջիկ Հարությունյանի մոտ, համարվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ։ Քաջիկ Հարությունյանը իմ հաղորդումներից մեկի հյուրն է եղել։ Շատ ուրախ եմ։ Նրա մոտ հաճախել եմ 5 տարի, զբաղվել եմ թատրոնով, աշխատել եմ նաև հեռուստատեսությունում, մանկական հաղորդաշար եմ վարել, 9 տարեկան էի, սկսեցի հաղորդումներ վարել, որպես հաղորդավարուհի աշխատել եմ, այո, Տաթևիկ Գասպարյանի մոտ։ 17 տարեկան ես, չէ՞ հիմա կարծեմ։ Հա, հունվարի 1-ին կդառնամ 17։ 17 տարեկան եւ արդեն թատերական աշխարհի մեջ, այո, ինչ որ փորձ ունես։ Այո, 17 տարեկան եմ եւ արդեն համարվում եմ թատերական աշխարհի մի փոքր մասնիկը։ Գրել եմ նաեւ բանաստեղծություններ, դրանք ուղղակի տողեր չեն, ուղղակի իմ մտքերը չեն, այդ բանաստեղծությունների մեջ իմ ապրումներն են, Արցախի մասին եմ գրել ավելի շատ, գրել եմ պատերազմի մասին, գրել եմ նաև շրջափակման մասին, տարհանման մասին, այդպես ավելի շատ հայրենասիրական եմ գրել, ստեղծագործել։ Հիմա կարելի է, որ քո գրած բանաստեղծություններից մի փոքր մաս ասում քեզ մեզ դիտողները կարծում եմ հաճույքով կլսեն։ Հա, իհարկե, մեծ հաճույքով կարող եմ ասմունքել իմ վերջին գրած բանաստեղծությունը, իմ հողում հիմա ոսողն է քայլում, իդեպ այդ բանաստեղծությամբ մասնակցել եմ մրցույթի եւ արժանացել եմ առաջին կարգի դափնեկիր, իմ հողում հիմա ոսողն է քայլում, քայլում է հպարտ ու բեղի տակով քմծիծաղ տալիս։ Իսկ ես մի պանդուխտ։ Դուրս կողպեցի անձայն հեռացա ու խավարի մեջ փորձեցի գտնել իմ պատուհանը։ Մենակ էր տունս, լուռ էր քաղաքս, խորքուն էր մտել։ Վիրավոր սիրտս, խճճված միտքս չէր էլ գիտակցում, թե ուր եմ գնում։ Եվ տանս լույսը մարեցի հավետ։ Բայց այսօր տեսա իմ տան ճրագը վառված է կարծես։ Ահ, այդ ոսողն է։ Տանս դուռը կոտրել, իր կեղտոտ ձեռքը երկարել։ Իրեն տանտեր է կարծես համարել եւ լույսս վառել։ Արևն է ժպտում իմ պատուհանին։ Բայց ավաղ չկամ։ Էկրանից այն կողմ թեթև ժպտում եմ անձայն հառաչում։ Առաջվանը չէ արդեն քաղաքս։ Վախ, Տեր իմ Աստված, քաղաքս են ավերում, իմ շենքն են քանդում, կադրերն եմ տեսնում, բարձր բղավում։ Ո ոչ իմ Աստված, հայի գերեզմանը տես ոնց եմ պղծում։ Ու մի պահ լռում, վերապրում նորից արտասվում, փորձում հանդարտվել։ Բայց ինչպես, ասեք, հասկանամ, ես ով եմ հիմա և ուր եմ գնում։ Ես եմ եղել, իսկ հիմա պանդուխտ կամ օտարական, Արցախն իմ հոգում, արցախցի ու հայ։ Շատ հուզիչ էր, Սվետլանա։ Կպատմես մի փոքր բլոկադայի մասին, եթե իհարկե քեզ դժվար չի։ Շրջափակումը սկսվեց 2023 թվականի դեկտեմբերի 12-ին։ Խանութները դատարկվեցին միանգամից։ Ապրանք խանութների չէին կարողանում ստանալ, որտեվ շրջափակում էր, պարզ է։ Երեխաները ավելի հաճախ են սկսում հիվանդանալ։ Դեղատներում դեղերի պակաս կար, տալոններով էինք խանութներում, ինչ-որ բան գնում, ամեն մի ընտանիքին իր ընտանիքի անդամներին համապատասխան տալոն էր տրվում, Հացերը նույնպես էլի մեծ խնդիր էր, որովհետև
էլի ամեն մի ընտանիքին իր ընտանիքի անդամներին հավասար հաց էր տրվում։ Օրինակ մի ընտանիքին 2 հատ էր տրվում, կար ընտանիք, որ 1.5 հաց էր տրվում։ Այդպես շատ դժվար օրեր ենք ունեցել Արցախում մենք։ Դպրոցներում ջեռուցում գրեթե չկար եւ լինում էին օրեր, որ մեզ բաց էին թողնում ուղակի, որպեսզի գնանք տուն, որովհետև անհնար էր այդ ցրտի մեջ դաս անել, սովորել։ Ուզում էիք տուն գնալ, թե միևնույն է, որ անկախ նրանից դպրոցում ջեռուցում կար, թե ոչ մնում էիք, եթե մնում էիք դպրոցում, ինչ չարաճճիություններ էիք օրինակ անում, չնայած նրան, որ ամբողջ Արցախը շրջափակման մեջ էր։ Չնայած ջեռուցման բացակայությանը, ինձ համար օրինակ դպրոցում ավելի տաք էր, քան տանը, որովհետև դպրոցում ընկերներիս հետ էի, ընկերների հետ ավելի տաք ու հաճելի է ժամանակ անցնում, քան ուղղակի տանը նստած։ Կային դպրոցներ, որտեղ օրինակ ջեռուցումը կատյոլով էր, օրինակ մեր դպրոցում կատյոլով էր ջեռուցումը, սակայն լինում էին պահեր, որ ուղղակի փայտը չէր հերիքում եւ ջուր նույնիսկ չունեինք դպրոցում, լինում էին պահեր, որ ջրերն էին կտրում, լույսերը գրաֆիկով էին էլի տանում, անջատում էին գրաֆիկով, այդպես տուն էին ուղարկում, էլի չէին պահում, բայց մենք իհարկե ցանկանում էինք մնալ, ուղղակի որ դպրոցը արդեն դատարկվում էր, անհնար էր մնալ դպրոցում, որտեղ ուղարկում էին տուն։ Դպրոցի բուֆետը աշխատում էր։ Բուֆետը չէր աշխատում, ինչ սկսեց շրջափակումը, դպրոցի բուֆետը սկսեց չաշխատել, որովհետև ուտելիք չկար, մենք ուտելիքը մեր հետ տանում էինք դպրոց, այնտեղ ուտում էինք, իրար հետ կիսվում էինք, որովհետև կային երեխաներ, ովքեր ի վիճակի չէին նույնիսկ ուտելիք բերելու դպրոց։ Երևի մեր համար ամենալավ ժամանակներն էին, որ մենք իրար հետ էինք անցկացնում, գոնե այդ պահերը եւ տուն էինք գնում միասին ընկերներով։ Հիմա լավ հիշողությունների մասին ես խոսում դու։ Իսկ չկար փողոցներում, խանութներում այնպիսի մի իրավիճակ, որը քեզ մոտ վատ հիշողություններ է արթնացնում։ Հիշում եմ իրավիճակ էր պատահում, երբ գիշերներն էին գնում հացի հերթ, որպեսզի արդեն առավոտ ուտենք այդ հացը, որովհետև էլի խնդիր էր հացի, ինչպես շեշտեցի սկզբից, հացի խնդիր էր եւ մարդիկ գիշերը ժամը 12-ին հերթ էին կանգնում հացի համար ու նոր ժամը 2-ին, 3-ին կարողանում էին ստանել իրենց հացը, իրենց չափաբաժինը կարողանում են ստանալ գիշերվա ժամերին։ Իսկ քո դասընկերներից շատերն էին գիշերվա այդ ուշ ժամին հերթ կանգնում, որից հետո պետք է գոնե մի փոքր քնեին, որպեսզի առավոտյան դպրոց գային։ Հա, իմ դասընկերներից շատերը հերթ էին կանգնում այդ գիշերվա ժամերին, բայց ինձ պապիկս չէր թողնում ու միշտ ինքն էր գնում հաց գնելու, ասում էր ուղղակի դուք տանը սպասեք, ես կգնամ ու հացը հերթում կկանգնեմ եւ հացը կգնեմ ու կբերեմ, որ ուտենք։ Սպասում էինք սրտատրոփ, թե երբ են բացելու ճանապարհները, երբ ավերջանալու այս մղձավանջը եւ երբ ենք մենք սկսելու նորմալ մարդկանց նման ապրել, ինչպես նորմալ բոլոր աշխարհի մարդիկ։ Շատ ենք սպասում այդ օրվան, բայց այդ օրը եկավ եւ մենք էլ լքեցինք մեր տունը, չկարողացանք ապրել այնտեղ։ Մեր կամքին հակառակ լքեցինք մեր տները։ Սվետլանա, ես գիտեմ, որ այդ դժվար օրերին մենք համացանցով տեսնում էինք, թե դու քո ընկերների հետ միասին ինչ մանրապատումներ էիք նկարահանում, հետո դա համացանցով դրվում էր, մենք նայում էինք ինչ որտեղ ուրախանում էինք, որ երեխաները տես ընկճված չի, մի կողմից էլ տխրում էինք, որ ինչու պետք է քո հասակի պատանին նման բան ներկայացնի, ոնց ստացվեց գաղափարը քոնն էր, քո ընկերներին էր։
Ուրեմն այդ միտքը իմ մոտ առաջացավ, երբ մենք լույս չունեինք, լույսերը գրաֆիկով անջատում էին։ Մենք էլ միշտ հենց անջատում էին, իջնում էինք բակ ու խաղում էինք մինչև ժամանակ անցկացնենք դրսում եւ հետո արդեն բարձրանանք տուն։ Ընկերներիս հետ նստած լույս չունեինք, ասում եմ երեխեք եկեք վիդեո նկարենք ու ներկայացնենք մեր շրջափակումը, թե ինչա կատարվում հիմա շրջափակման մեջ, ինչա ապրում ժողովուրդը հիմա այս շրջափակման մեջ։ Եվ ընկերներս համաձայնվեցին, իրենք իմ անկության ընկերներն են, եւ ես սկսեցի ներկայացնել շրջափակման մասին, ինձ սկզբում հենց վարունգի մասին էինք նկարել, ավելի ճիշտ վարունգ էինք վաճառում եւ ցույց ենք տալիս, թե ինչքան է քիչ այդ վարունգը ու ինչ թանկ էր ու որ չկար տոպրակ նույնիսկ եւ մարդիկ իրենց հետ պիտի բերեին իրենց համապատասխան տոպրակ, որպեսզի լցնեն իրենց մթերքները, բանջարեղենները, որպեսզի հետո տուն տանեն։ Բարի օր բոլորին, ձեզ հետ լրագրողուհի Սվետլանա Դանիելյանն է։ Արդեն 200 օրից ավել է, ինչ Արցախի ժողովուրդը բլոկադայի մեջ է։ Եկեք գնանք եւ տեսնենք, թե ինչ գներ է ապրանքների վրա։ Այ, մամա ջան, վերջապես բրտինք էս այրոբի կա։ Հա, ասում ես թողում։ Վայ աղջի, խոխած խիարա ուզում։ Հա, հացման ընդեղ ծախում է, եկամ տուսան քանի է։ Հա։ Բարև ձեզ։ Բարև մոտաղանիմ։ Պապիկ, ինչ արժե այս վարունգը։ Խիարը կիլոն 1700 դրամ է։ Այ մամա, այս փաշարի։ Բալա, տեղական խիարա է, բա։ Տեղական խիար է, 100 դրամ ալը։ Կարնի։ Մինա թենգյա դեդո։ Լավ, դե կա, զդաչին պետք է չես 2000 դրամը երկար։ Բալա, սպասամ նա հսածը տան վե խոխատ լավ ոտ է։ Հա, տո դե դո։ Կա, սետ կա, չկա կներիս։ Բլոկադա է։ Սետկա չկա, բլոկադա է դրա հետի։ Լավ, քեչ։ Լավ, իսը քեչ։ Դե լավ, իսել կապի մագա։ Ահա այսպեսի իրավիճակետներ է։ Սկզբից այս տեսահոլովակը ներկայացրեցինք, ուղարկեցի մայրիկս միանգամից տեղադրեց իր Facebook-յան էջում, այդպես սկսեց ակտիվանալ եւ մայրիկս ասեց, որ իմ հետևորդները պահանջում են մաս 2, մաս 3, ասում են, որ շատ է դուրներն եկել է այդ տեսահոլովակը եւ խնդրեցին, որպեսզի մենք էլի շարունակենք նույն տեմպերով։ Դա ինձ մոտ առաջացրեց ոգևորություն եւ սկսեցի ել ավելի խորանալ այդ գործերի մեջ։ Մենք նկարահանում էինք այդ տեսահոլովակները եւ դրանց մեջ ես համ օպերատոր էի, համ ռեժիսոր էի, համ դերասան էի։ Իս բազարին ավաշնոյումը հերթա։ Տեսնես ինչի հերթ։ Անժելա բաբո, այդ ինչ սյորուն անպանյանը։ Ես է չում գիտում, պիրիք եմ տսնամ ինչու յոանում։ Սեբանյան դուսում եկ, ոզամ թամազես չուսլի մակասից են լուսել։ Կեցալ։ Ես ծրալ էչ։ Հենգենում ստիկավնաց, ծնամ։ Ինչ ընտան, ոյ։ Հո, պիստակ հոչ։ Կներիք, ես չի հերթա։ Մատաղին խաբարչ, մեկ անցնամ ստեղ ինչու կողմի։ Դե լավ, իսել կանգնում։ Կներիք, տալոնա վա։ Բայց մենք առած տալոն ինչ ընտամ։ Լավ, սկավ սուկիս մեջ հա։ Это искакана, мирик банджарегина. Девушка, не люби. Հերթդ պահե։ Խոխաստանը ինձալի սպասում են։ Դե վերդի ետ երեն խոխասեն իզատան սպասում։ Չի դեղա։ Ձեզ չի դեղա։ Հայտան ավտարի ես ես դամաշտիկ տերավս։ Լեշին դի դե հասեցի դյուսկա մեն անժելա բաբո։ Էշի ձևա։ Սաղցան օթավա է հասկանում չուս։ Հասկանում։ Это у нас следующий. Бабо, Անժելա բաբո հերթ տայք հա։
Դրանք ուղղակի տեսահոլովակներ չեն, դրանք իրական պատմություն են, որը մենք մեր աչքով էինք տեսնում, թե ինչ էր կատարվում այդտեղ այդ պահերին եւ ֆիքսում էինք, ես իմ մտքի մեջ ֆիքսում էի ու այդպես սկսեցի օգտագործել դրանք որպես տեսահոլովակի համար նյութ։ Ու այդպես սկսվեց մեր ուղին, սկսեցինք նկարահանել ու միջև վերջին պահներ նկարահանում էինք, հետո որ արդեն դպրոցները սկսեցին, ամառն էինք նկարում, ամառային արձակուրդների ժամանակ։ Դպրոցները սկսեցին, էլ չկարողացանք նկարահանել, որովհետև դասերի էինք։ Բլոկադայի ժամանակ Հա։ ինչ էիք մտածում պատանիներով, ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր, ելքը որտեղ էիք տեսնում, ինչ էիք կարծում, ինչքան կտևի, կդիմանաք, թե չեք դիմանա, ուրախ էիք, որ Արցախում էիք, բայց դժվարությունների մեջ էիք, թե լինում էր ժամանակ, որ արդեն ուզում էիք լքել Արցախը։ Ի տարբերություն մեծերի, մենք չէինք ուզում հավատալ, որ մենք պետք է կամ լքենք, կամ հասկացաք էլի, դրա համար երևի ես իմ մտքերն ասեմ ձեզ, որովհետև մնացածի մտքերում ես չգիտեմ ինչ կար այդ պահերին, ես մտածում եմ այն մասին, որ շուտով ճանապարհները կբացվեն եւ մենք ուղղակի խաղաղ կապրենք, ուղղակի ոչ մի բան էլ չի լինի, ոչ մի պատերազմ չի լինի, համենայն դեպս ես չէի ուզում հավատալ, որ մենք լքելու ենք մեր երկիրը, դրա համար երևի ինձ համար դժվար էր էլի համակերպվել այն մտքի հետ, որ ես կլքեմ իմ երկիրը, որովհետև դժվար էր իմ համար, շատ դժվար էր։ Սվետլանա, հիմա ինչ ես անում Երևանում, որտեղ ես սովորում։ Ուրեմն թատերական ուղիս շարունակել եմ այստեղ։ Սկզբից Հրազդանում էի, Հրազդանի դրամատիկական թատրոնի ստուդիայում էի սովորում։ Մի տարի այնտեղ սովորել եմ, հետո տեղափոխվեցինք Երևան եւ հիմա Երևանում եմ սովորում։ Սովորում եմ Երևանի համար 1 տարածաշրջանային քոլեջում, ռեժիսուրա բաժնում եւ գնում եմ իմ մասնագիտական գծով, ինչպես Արցախում էի, այնպես էլ այստեղ շատ եմ սիրում դերասանությունը, շատ եմ գնահատում դերասանի գործը, ռեժիսորի գործը նույնպես ավելի շատ եմ գնահատում, որովհետև դրանք իրար հետ կապակցված են։ Ես չէի հոգնում եւ իսկապես չէի ուզում, եթե ես ասում եմ, եթե պետք է մենք լքենք մեր երկիրը, ապա ավելի լավ է շրջափակման մեջ մնանք, քան լքենք։ Այդպես է ես մտածում, այդպես։ Ինչ երազանքներ ունես։ Երազանքս է վերադառնալ հայրենիքս, տուն, իմ տան դուռը բացեմ, մտնեմ եւ այդ իմ տան հոտը առնեմ, որովհետև այնպես է, որ Հայաստանն էլ է իմ հայրենիքը, բայց Արցախն իմ ծննդավայրն է, ես այնտեղ եմ ծնվել ու ինչ էլ լինի մեկը իմ հոգին կանչում է Արցախից, որ իմ տեղն Արցախում է, սակայն այս ամենը իրենց իր լավություն ունի, որովհետև այստեղ էլ ես իմ մասնագիտական ուղին եմ շարունակում։ Երազանքս է դառնալ հայտնի դերասանուհի, ինչ չէ նաև ռեժիսոր, որովհետև շատ եմ սիրում։ Կարող ես եւս մեկ գոնե քառատող ասմունքել։ Արցախի մասին է այս բանաստեղծությունը, գրել եմ մեր բարբառով արդեն, այս բանաստեղծությամբ նույնպես առաջին տեղ եմ գրավել մրցույթում, մրցույթ էին կազմակերպել «Ցավը տանիմ իմ Արցախ» վերնագրով։ Սա Արցախն է, իմ երկիրն է, մին հափուրա, բայց սրտումս է։ Շենը եկած Արցախ տռած, էլ շտեղ քինամ,
Ախր քզանա հուն սրանամ։ Ախր հանցս մղրինիս։ Ախր հանցս կրվախնձորինիս։ Վերլո խոզում են քեզ տիրանան։ Հանցումունք, հայերս, աշխարհքին իրես անվիրանանք։ Դուշմենին աշկը քուրանա, վեր քեզոզ ալային ձանա կյուղանա։ Չէ, թողել չում, քեզ լքողը չում, պայքարող մարդու մի տեսակում։ Դու սրտումս, մած աշխարս, ինձ խտալս ու պահալս, կյանքս տվալ ու ապրալում, ստեղ սվերալ հասկացալում վեր դու իմնս, հայկականս, արցախցունս։ Չէ, ինքս ինձ ներել չում, ցավըտ տանիմ իմ Արցախ, դասետսնամ հունց ես հրանամ, քու գանձասարա, դա դիվանքա, Ղազանջիցոցա զանգերնա զրնգալով, հելամ սպասե, պատար մնաց, դու համբեր է, համբերության ծով իմ Արցախ, կոչ եմ անում բոլոր մարդկանց, ինձ լավ լսեք, հավատացեք, Արցախը սկա ու կմնա, ցավը թորքին պկեն վերկյա, ցավը տանիմ իմ Արցախ։ Հիմա չեմ կարողանում ինձ ներել, որ ես թողել եմ իմ երկիրը, իմ Արցախը եւ եկել եմ, թողել եւ եկել եմ ուղակի, որովհետեւ չեմ ուզում հավատալ այդ ամենին, դրա համար մենք հենց վերադառնանք Արցախ, ես այս բանաստեղծությունը արդեն Արցախում բարձր ամբողջ ժողովրդի առաջ կասմունք եմ։